այնքան են ասես իրանց ղաղաղության խաշմերուկի մասին, որ դե ասում են դուլով 2 տարի այս մարդիկ խոսում են եկեք մենք էլ ասենք չինացիք սկսեցին ասել որ մեր բանը որ կա այդ երկրորդ միջանցքը միջին միջանցքը 4-րդ միջանցքը 6-րդ միջանցքը սաղի մոտ միջանցք կա մեկի մոտ մի ննջարան խոհանոց չկա սաղ ինչ որ կարիդորնի բան է գաղափարներ են օխ Վիսոցկին լավ երգ ուներ ասма Коридор ведь закончится стенкой, а туннели выводят на свет. Բոլորը այդ բանի մասին մոռացել են։ Միջանցքները վերջանում են պատով, այդ հին սովետական բանը։ Կարիդորը մտցնում են, հետո գլխից կրակին։ Բայց ամեն դեպքում բոլորի մոտ միջանցք կա։ Հիմա չինացիք են, ասում են ձեր խաղաղության խաշմերուկն էլ բերեք մեր միջանցքին կպցրեք։ Հիմա ինչ ա եղել, մի հատ էստից դուր կբացենք ակնհայտ է որ չի աշխատելու բազմիցս ասել եմ տնտեսական հիմնավորում չկա ոչ խաշմերուկի ոչ միջին միջանցքի դրանցից ոչ մեկը չի աշխատում գոյություն ունի գործող երկաթգիծ որը Ղազախստանով Թուրքմենստանով գալիս է մտնում է Իրանի Իսլամական Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից գոյություն ունի աշխատող երկաթգիծ որը այդքան էլ հաջող չի բայց կա ինքը գնում է մտնում է Վան այնուհետև Վանից բանով, լճով, բանով, լաստանավով, թաթվանից գնում արդեն դեպի արևմուտք, ես գործող երկաթգիծը կա, առավելագույնը ինչ կարելի անել, կարելի է երկրորդ երկաթգիծ գցել, ստեղ հետաքրքիր կարա լինի, այն ինչ որ ասում են, որ ասենք բերենք, չգիտեմ, ջուղա դուրս գա ջուղայից մտնի երասխից գա Գյումրի, Գյումրիից գնա Կարս, պատրաստի երկաթգծի մասին է խոսքը, այսինքն սա կարա աշխատի, բայց սրա մասին է խոսքը, սա ոչ մի կերպ չի ներառում Աբշերոնի թերակղզի շրջապատում ստեղծված վայրենի ցեղերից Ադրբեջան կոչված ժողովրդին, ադրբեջանցի ժողովրդին եւ Ադրբեջան կոչված պետությանը իրական աշխատող տնտեսապես հիմնավորված բանը, ու բացի Նախիջևանի կտորից, հա, ընդհանրապես ուրիշ ոչ բան չի մտնում, բայց քանի որ այս կրուկը չարժի այն թիվը, որը պետք է բան արվի, ինքը չի աշխատում, վերջ, ամեն անգամ, երբ որ պետք չի, մերոնք գնում են ընդեղ, որտեղ պետք չի, ու սկսում են առաջարկություններ անել, ընդ որում փայլուն աչքերով ու բորբոքված, որոնք դիմացի կողմը դիվանագիտությունից կամ դաստիարակությունից ելնելով ասում հա ինչ լավ է, բայց խնդիրը այն է եղբայր, որ դու ըստեղ պետք է ամրապնդես քո դիրքերը, քո սյունիքը պահեցին այն ժամանակվա ադմինիստրացիան Ամերիկայի եւ Եվրամիությունը, այս մարդկանց հետ հարաբերությունները ամրապնդի, այդ ձեր դիվերսիֆիկացիան, որը մարմնավաճառությունից չի տարբերվում որևէ կերպ վերջ տվեք, հերիք դուք մանգակ ամեն անգամ այսքանը բան անում, չտես գեղցին ոնց ալնում, ասում գալիս ես ասում ես ինչ արժի, ասում 200 դրամ, ասում ես լավ 5 կիլո տուր, առաջին միտքը, կարող է 400, ասեի 400-ով է գալեր, գեղցի, անտեր գեղցի չտես, դասական ձևակերպում, ինչ ասես, դու չես վերջացրել հարաբերությունը, Ամերիկայից ստորագրել ես ռազմավարական բան, համաձայնագիր, հունվարի 20-ից մարդ է եկե, ով ունի beautiful ocean and տարիվ, ինքը տես Չինաստանի վրա 700%-անով տարիքներ է դնում, անգեր ուր ես դրան կատաղացնում, ուր, ինչի համար ես գնացել, հասկանում եմ, կարելի է Չինաստանի դիվանագիտորեն բան անել, բայց դու չես կատաղացնում այդ մարդը, տեր ես, թև ունես, որ գլուխ ես արտուկում, արա, ախր չունես, չէ, ում վզով ես այդ ամեն ինչ անում, ով քեզ փրկելու, ընչ ես գնացել Չինաստանին բերեկո խաշմերուկը, սպանին կդու, ասինք չի աշխատում այդ անտերը, չի աշխատում, ոչ մեկին պետք չի դա, ոչ մեկին, միակ բանը դու որ պետք է անես, պետք է ինչքան ուժ ունես, ում բռնում ես
փողոցում, աշխարհում, այլ մոլորակայիններ, չգիտեմ, գնում ես Վարխալա լոկիին ես բերում ու տորին, ում ուզում ես բեր Թուրքիային նենց էր սահմանդ բացի։ Ընկեր, ուրիշ ոչ մի բան քեզանից չի պահանջում, ոչ խաշմերուկ, ոչ մերխաշուկ, ոչ մի բան։ Թարգեք, արա, թարգեք, դուք հետաքրքիր չեք ուրիշ կերպ, դուք պետք է Թուրքիայի սահմանը բացեք, որ ելնեք հետաքրքիր։ Ադրբեջանի հետ ինչ եք առևտուր անելու, արա։ Ադրբեջանը bottleneck է, Ադրբեջանը չունի ելք ոչ միտեղ։ Իրանը դուք էլ ունեք, Դաղստանը գրողը մնա, Միջին Ասիա դուրս ես գալի Իրանով, հասկանում եմ, դժվար է հիմա, բայց ավելի հարմար է Իրանի հետ ինչ որ մի պահի հարաբերությունները կդզվեն, քան Ադրբեջանի հետ, Ադրբեջանի հետ դուք չեք դզվելու։ Թուրքիայում կա ավտորիտար առնվազն 3 թև։ Այդ 3 թևի մեջ խաղում են Էրդողան պլյուս ազգայնականներ, այսինքն Բաղչելի Գորշ գայլեր, Քեմալիստներ, Իմամօղլու եւ այլն։ Ես իդեպ բան է, այնօր տղեկ հետ խոսում եմ, ասում եմ այդ հիմնական բողոքները, բաները որ կա, սա հայկական թաղամասում է Պոլսի անցնում։ Նորմալ է։ Հայկական թեմա է։ Ինչպես միշտ Պոլսում համահանում են։ Եվ կա 3-րդ թև դա քրդերն են։ Եղբայր առնվազն 2-ի հետ կարաս նստես խոսես, դու նույնիսկ Էրդողանի հետ կարաս նստես խոսես։ Հա Ադրբեջանը տենց անում, օքեյ։ Դիմացի ուրեմն։ Շուտ մի ուրիշ կերպ գտի, բայց դու չես կարա Ադրբեջանը, ախր Ադրբեջանի հետ դու չես կարա սահման բացես։ Հասկանում եք, այնտեղ Թուրքիան հիմա այն վիճակում չի, որ ինքը թելադրի։ Թուրքիան հիմա թելադրում է, որովհետև սրանք գլուխները, վզները ծուր գնում են, գլուխները կախ։ Ձևեր կան, Թուրքիայի հետ աշխատելու ձև կա։ Այդ ձևը դժվար չի, մի բան պետք է անեք, որ լինի։ Թուրքիայի տնտեսությունը վատ վիճակում է։ Գնացեք իրենց հիմիկվա բանի Փսլենկոտի անալոգը, որը բրիտանական բան լուրջ կրթություն ունի այդ մարդը։ Հələ գնացեք հետը նստեք, խոսացեք, ապացուցեք, որ սահմանը բացեց լավ կլինի։ Ծրագրեր արեք, որ ինքը սահմանը բացի, իրան ավելի շատ ձեռ տա, քան քեզ ինչ որ միտեղ։ Վազնեկեք այդ Ադրբեջանի ծրը, հենի շուն դառնա մերն է։ Մարդիկ, ովքեր պատրաստ չեն պետական կառավարման, բուն բանով, հա, իրանք պետական կառավարման մեջ են։ Ուստեղ ես բոլոր մակարդակներում, ինչ-որ բազմից ասել եմ, օրինակ, մեր նախարարությունների հիմնական խնդիրն է, որ ոչ մեկ որոշում չի կայացնում, որովհետև ոչ մեկ չգիտի ինչ որոշում կայացնի։ Կամ ասենք Նիկոլը ասում է, որ ինքը բան այն շուտ պետական համակարգը բան չի անում, չեն հասկանում, որովհետև ոչ մեկ շիզոֆրենիկի նման չի կարող մտածի։ ՀԱՏՄ թե ԵՄ, ՍԵՊԱ թե բան, չեն կարող կողմնորոշվեն, մեկը մյուսին հակասող որոշումներ են։ Հիմա պետական կառավարումը, այդ թվում տեղական ինքնակառավարումը, ինքը պահանջում է առանձին հմտություններ։ Ընդդիմություն կոչվածը ակնհայտորեն ստեղծված է նրա համար, որ քեզ բզի։ Ընդ որում, եթե այդ ընդդիմությունը նաև Ռուսաստանից բաներ է ստանում, մեսիջներ է ստանում, նպատակային։ Ակնհայտ է, որ տենց հալնելու։ Եղբայր դու ընդ որ նստում ես, տիկոին եմ ես ասում, որ դու ընդ նստում ես, դու պետք է հասկանաս, որ քեզ գալու են բզեն։ Դու չպետք է ենթարկվես այդ բան։ Ուղղակի, իրենք հա կարան ասեն, դու պետք է հա անտեսես։ Առնվազն որտեղ իրենք այդքան չկան։ Իսկ եթե համարում ես, որ կան, դրան է ձև կա։ Բայց այս չի ձևը։ Ուժի կիրառումը պետք է բացառվի։ Ընդհանրապես բացառվի, որտեվ մեծ հաշվով հասկանում եք հիմա, լավ, նենց օրինակ բերեմ, որ մի քիչ բանը, ԿՊ-ն մղկտա։ Դրանից մի քանի ժամ առաջ թե նախորդ օրը քաղաքապետը Ավինյանը փաստացի բռնության կոչ արել։ Փաստացի ինքը բռնության կոչ արել։ Ինքը չի ասել, որ դա անթույլատրելի է։ Ինքը ասել է, որ պետք է պատասխան տան։ Պետք է ստանան համարժեք պատասխան։ Համարժեք չէ, օրենքի ուժով։ Դրանք տարբեր բաներ են։ Կտրականապես տարբեր բաներ են։ Եվ այս ամբողջ պատմության մեջ, այս ամբողջ քրեական գործերի մեջ մի հատ գործ պակասում է։ Բռնության կոչերի համար Տիգրան Ավինյանի վրա հարուցած գործ։ Որտեվ ինքն է արել ինչ արել է։ Հասկանում եք, որ ինքն է արել։
Հանրապետության հրապարակում, ոչ հեռու կառավարության շենքից, քմծիծաղով, կուրաժի տլնելով, ինքը բռնության կոչ արել։ Ամենավատը գիտեք որն է, որ ասենք մարդիկ ովքեր ներգրաված են, ոչ մեկ դա չի նկատել։ Ոչ մեկ չի հասկացել, որ դա։ Ես դրա համար եմ ասում, պատահական մարդիկ կանգառներից հավաքված։ Ինչ-որ ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ կոդլի մեջ կանգառներից եկած մեկը թասի պետք է ունենար բացի այն աղջկանից, ասեր, «Որեսի չեք անում»։ Ավինյան, ես ինչ ես անում։ Ես սա չեմ տեսել։ Դրա համար ես ինձ որ հարցնում եք, ինչ է, դա նորմալ է, չէ, նորմալ չի։ Ընդհանրապես նորմալ չի։ Բայց այն ինչ որ կատարվում է, տրամաբանական է։ Վտանգային է, որ ասում եք տրամաբանական է, եւ վտանգային է, որ նման դեպքերը կարող են շատանալ գնալով։ Հա, բայց այս դեպքերը շատանան, ես ասենք ակնհայտ է, չէ՞ որ Ահա, հաջորդ անգամ ասենք, չգիտեմ, ինչ որ մի ուրիշ ՔՊ-ականի հայր, ինչ որ մի ուրիշ կատեգորիայի մարդուն կասի համբալ, ու այդ ՔՊ-ականը կարող է մասնակցի իր հոր, ասենք, չգիտեմ, ռեանիմացիային կապելնիցայով բան տալու, վիտամին տալու, որովհետև դե տենց է կարելի է ուրեմն։ Սադրել է, ծեծելը օքեյ է, հիմա հետո ինչ լավ դու պաշտոնյա ես քեզ ծեծելը բան է, բայց ասենք բարեկամ ունես, չէ, որոնք էլի կարող է սադրել։ Այո, եւ Չէ, ամեն դեպքում ես վստահ եմ, որ այս ամեն ինչը շատ արագ կլուծվի, լուծում կստանա։ Ինքը նախադեպային է, ինքը լուծում կստանա։ Որովհետև գիտեք ոնց ես չեմ բանանում, մարդկանց շատ վատ եմ վերաբերվում, հիմնականում պատահական մարդիկ, ովքեր հայտնվում են իշխանության մեջ, մեգա դախլչիներ, բան, իրանք որ էմպաթիա չունեն, կրթություն չունեն, դաստիարակություն չունեն, ունեն մենակ մեծ փող, իսկ դրանք մենակ մեծ իշխանություն, վերջ, ուրիշ բան չունեն։ Այս մարդիկ շատ վատ են վերաբերվում հասարակ ժողովրդին։ Հասարակ ժողովուրդ սխալ ասել, քաղաքացիներին, մարդկանց, մարդ արարածին։ Բայց իրականում մարդ արարածը, որ կա, անձը ինքը հիմար չի, ինքը միշտ ռիսկը գցում բռնում է, ինքը հիմա չեն ընդվզում, որովհետև համարում են, որ այս պահին դա էներգիայի ծախս է, անիմաստ, բայց այն, որ բոլոր մասնակիցները մենակ կորցրել են, այո, միանշանակ, կորցրել ենք բոլորս, կորցրել է ձեր ասած քաղաքացիները, Չէ, քաղաքացիները բան չեն կորցրել, քաղաքացիները, որովհետև դիմակներ են պատրվում։ Տենց դիմակներ, այդ գնով դիմակներ են պատրվում։ Փառք Աստծո, որ արյան գնով չի, սահմանի զովերով չի, նես որ չվախեք, սաղ լավ ալնելով։